Կաշառակեր դու դատարանից չես խուսափի, Նեթանյահուի գործը չպետք է կարճվի, ահա այսպիսի կարգախոսներով, պաստառներով Թել Ավիվում իսրայելցիները դիմավորել են դատարանի շենք ժամանած վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Վարչապետը նախագահին դիմել է ներում ստանալու խնդրանքով։ Բենյամին Նեթանյահուն, որին ժողովուրդը նաև անվանում է Բիբի, հայրենակիցներին հասցեագրված ուղերձում բացատրել է իր քայլը։ Նա ասել է, թե այս գործը հարուցվել է մոտ 10 տարի առաջ, դատական գործընթացը սկսվել է 6 տարի առաջ եւ դեռ տարիներ կշարունակվի, իսկ այդ ամենը վնաս է հասցնում պետությանը։ Նա նշել է, թե ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք վկայում են իր անմեղության մասին։ Գործը ձգձգվում է Իսրայելի համար մի չափազանց բարդ ժամանակաշրջանում։ Նա հավաստիացրել է, որ նախևառաջ հենց ինքն է այս գործի մանրամասն հետաքննության եւ դատարանի արդար ու անաչառ վճռի կայացման կողմնակիցը։ כמעט עשור עבר מאז החלו החקירות נגדי. המשפט בענייני מתנהל קרוב ל6 שנים. Իսրայելի պետությունը բախվում է հսկայական մարտահրավերների, սպառնալիքները կանխելու հնարավորությունները իրացնելու համար անհրաժեշտ է ազգային միասնություն։ Դատավարության շարունակությունը մեզ ներսից պառակտում է եւ խորացնում է անջրպետը։ Վստահ եմ, դատավարության անհապաղ ավարտը մեծապես կնպաստի կրակի մարմանը եւ բոլորիս հաշտեցմանը, որի կարիքն այդքան ունի մեր երկիրը։ עד לזיכוי המלא בכל היישובים. Նեթանյահուին ներում շնորհելու գաղափարի կողմնակիցներից մեկը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, որը սեպտեմբերի 17-ին այդ մասին խոսել է Իսրայելի խորհրդարանում Քնեսեթում եւ առաջարկը ուղղել նախագահ Իսահակ Հերցոգին։ I have an idea. Mr. President, why don't you give him a pardon? Give him a pardon. Մի գաղափար ունեմ, պարոն նախագահ, ինչու չեք ներում շնորհում նրան, ներում շնորհեք։ Մինչդեռ ցուցարարները այլ կարծիք ունեն։ Էլանա Բարձիալի Once a week throughout Benjamin Netanyahu's trial. Մենք դատավարության ընթացքում գրեթե շաբաթը մեկ անգամ այստեղ ենք գալիս։ Հիմա Բիբի Նեթանյահուն առանց մեղքը խոստովանելու եւ պատասխանատվություն կրելու Հերցոգից ներում է խնդրում։ Դա մենք անընդունելի ենք համարում։ Իսրայելում դեռևս օրենք կա, որ դա նորմալ է։ Թող նա խոստովանի իր հանցագործությունները, թող հայտարարի իր մեղքի եւ պատասխանատվության մասին եւ հետո ներում խնդրի։ That's fine. Let him confess his crimes. Let him claim his guilt and responsibility and then Նեթանյահուի առաջարկը անընդունել է նաև Իսրայելի ընդդիմության համար, այդ է երեկ ընդգծել ընդդիմության լիդեր Յայիր Լապիդը։ אני קורא מפה לנשיא הרצוג. Ես դիմում եմ նախագահ Հերցոգին, դուք չեք կարող Նեթանյահուին ներում շնորհել, քանի դեռ նա չի խոստովանել իր մեղքը, չի զղջացել եւ անհապաղ չի հեռացել քաղաքական կյանքից։ ופרישה מיידית מהחיים הפוליטיים. Իհարկե կան նաև վարչապետին սատարող քաղաքացիներ։ Կիրիատ Մալաչի ավանի բնակիչ Դավիթ Հասոնը ենթադրում է, որ պետք է փակել այս թեման։ אני חושב שהוא קצת איחר ב Կարծում եմ Բիբիին պետք է ներում շնորհել երկարատև դատավարությունն ավարտելու համար, այլապես դա եւս մի քանի տարի կշարունակվի։ אז כנראה שזה יפתור את כל הזה, את כל Նեթանյահուն Իսրայելի պատմության մեջ միակ գործող վարչապետն է, որը դատարանի առաջ է կանգնել, մեղադրվելով խարդախության, վստահության չարաշահման եւ կաշառք ստանալու մեջ։ Նա դեռևս չի դատապարտվել։